Նա ով իմանալ շատ է ուզում, հարցնում է ինչու, խելոք սպասում, ու պատասխանը ուշադիր լսում, ամեն մի ինչու, մի փոքրիկ ուսում, Լյուդմիլա Շեփնցե։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ուրախ ենք բոլորիդ ողջունելու նոր վարչական շրջանի Համո Սահյանի անվան ջերմ հարկի ներքո։ Այսօր հետաքրքիր հյուր ունենք։ Եկեք ծափահարություններով ողջունենք բանաստեղծուհի մանկագիր Լյուդմիլա Շելունցին։ Բարձր ծափահարենք Լյուդմիլա Շելունցի, սիրելի ընկերներ։ Լյուդմիլա Շելունցը բանաստեղծուհի մանկագիր, առաջին անգամը չէ, որ այստեղ գեղեցիկ միջոցառումներ է անում, իր գրեթե բոլոր գրքերի շնորհանդեսները իրականացել, կայացել են Համո Սահյանի անվան գրադարանում։ Ողջունում ենք եւ շատ ենք սիրում ձեզ, սիրելի Լյուդմիլա։ Եկեք նորից ծափահարենք։ Այսօր սիրելի ընկերներ, մեզ ողջունելու են եկել, փաստորեն մենք պետք է սկսենք մեր մանկական գրքից եւ մինչ այդ խոսենք մանկական գրքի մասին, մանկական գիրքը եւ մեծերի համար նախատեսված գիրքը, երկուսի խմբագիրն է մեր Հովանես Հակոբյանն է։ Բարեկամներ, այսօր այստեղ ենք միասին կիսելու բանաստեղծուհու ուրախությունը, բացելով նրա նոր մանկական ինչ ուները գրքի էջերը, որը լի է հետաքրքիր արկածներով, երազանքներով, հեքիաթահայտնիներով եւ կարևոր ուսուցողական արժեքներով։ Հարգելի բարեկամներ, եկեք բոլորս ծափահարենք 98 մանկապարտեզի սաներին։ Մենք բոլորս արդեն գիտենք, որ Համո Սահյանի անվան գրադարանը տարիներ շարունակ շուրջ 25 տարի համագործակցում է իր շրջակայքում գտնվող եւ դպրոցների եւ մանկապարտեզների հետ։ Մեր 98 մանկապարտեզը այսօր ոչ առաջին անգամն է, ոչ երկրորդ։ Քանի անգամներ արդեն մեր հյուրն են եղել եւ սիրով հանձն են առել այսօր ծանոթանալու իրենց մանկագրի հետ։ Դուք ծանոթացաք արդեն Լյուդմիլա Շելունցի։ Դե ծափահարեք ու եկեք առաջ։ Համեցեք։
դեր ունեմ, ոչինչ չունեմ ոչ մեկի դեմ։ Համես թելը ականջ դրեց, չդիմացավ կապը կտրեց, գոռոզ ձայնը իսկույն խզեց, ոչ մի տպտուն էլ չլսվեց։ Գոռոզություն իսկույն անցավ, և նա մի բան լավ հասկացավ, որ իչքան էլ իրեն ճղի, առանց թելի ու ասեղի, ու ոչ մեկի պետք չի գալու, մարդիկ էլ են սիրան ու ուժեղ, երբ համեստ են ու միատեղ։ Բարի նապաստակը, բարի խելոք մի նապաստակ, թրջկոտում էր մեծ բացատում, հանկարծ իր խաղն ընդհատում, պատոտում էր փոքրիկ սպիտակ գլուխն ու նկատում, որ մի մկնի կան նպատակ, վազվզում է ու ման գալիս։ Կարծես ընկած լիներ վանդակ, հետնել ոնց էր խեխ լալիտ, մոլորվել էր նա անտառում, նրանց փոքրիկ բույն էր փնտրում, այս ու այն կողմ թափառում, բույնի տեղը նա չէր գտնում։ Նապաստակը երբ այդ տեսավ, սիրտը ցավեց, այնպես հուզվեց, որ մկնիկին արագ հասավ, կղծած նրան օգնել ուզեց, նսան արեց, որ կանգնեցնի, ու որ կանգնեց, հետը խոսեց, ձեռքը բռնեց հանգստացնի։ Հետո ապեց ձեռքը բենաց, այս մկնիկի բունը սկսեց, ամբողջ անտառ իար խառնած, մի ծայից նուսայ կընտեց, մինչև նրա բունը գտավ, նրա դրան շեմին դեց։ Մկնիկն ուրախ բույնը մտավ, իր մայրիկին ամուր գրկեց, ու ցույց տալով նապաստակին, ասաց, որ նա իրեն փրկեց, վրա հասավ ժամանակին, նա ով բարիքը գործ է անում, բարիքը գործը չի զլանում, արժանի է գովազանքի, դրվատանքի, ծովորնանքի։ Իշուն հաչեց կապի վրա, կատուն ճանգրեց թաթը նրա, հետո փքված գալիս գնում, սան բանի տեղ չեր դնում։ Ընկերուհին երբ այդ տեսավ, շատ զարմացավ, մոտիկ եկավ, կանգնեց ուղիղ նրա դիմաց, շնից թափուն հարցրեց կամաց, այ հիմարիկ չեմ հասկանում, միթե շնից չես վախենում, տեսա ոնց է նա բարկանում, շան հաչոցին դեմ ես կենում։ Փակ կամազը լսեք ժպտաց, մի կողմ հրեց ու մռլտաց, այ միամիտ գործիք գնա, վախենում ես հեռու մնա, փուչ հաչոցը ում է վնաս, շունն ինչքան էլ հաչի վրաս, ոչ մի հաչոց ես չեմ լսում, միայն նրա վազքն եմ տեսնում, իսկ երբ չափը շատ է անցնում, մի հարված է գլխին հասնում։ Կոխակ խելքով շատ չես խոսում, իմ փորձից եմ ես քեզ ասում, հաչողների պակաս չկա, վնասն իրենց վախից կգա, հաչում են ու ձայնը կտրում, հետո գնում ոսկոր փնտրում, վախկոտներին էլ հետո կասեն, զգուշ եղեք, զգուշ եղեք կվնասեն, էլ չգիտեն իրենց վախը հենց դառնում է շան թիրախը։ Ինչուները, երբ ես փոքր էի ինչուները հանդարտ, գալիս էին ու կանգնում իմ դիմաց, հարց են տալիս ինձ ամեն ինչին, որ անպատասխան չմնա ոչինչ, արդյոք ինչու է ջունը սպիտակ, հյուսիսում ցուրտ իսկ հարավում տաք, շաքարը քաղցր, իսկ ծովի ջուրը աղի, երկինքը կապուտ, իսկ արևը դեղի, մեր մոլորակը ինչու է կլոր, ցերեկն ինչու է լուս ու լուսավոր, իսկ երբ արեգակը մայր է մտնում, ինչու է ամբողջ աշխարհը մտնում, ինչու են գիշերը մարդիկ քնում, եւ առավոտյան բոլորը զարթնում։ Եվ ինչուները բարեհոգաբար ժպտում են ու կամաց ասում, նա ով իմանալ շատ է ուզում, հարցնում է ինչու եւ խելոք սպասում։
Եվ պատասխանը ուշադիր լսում, ամեն մի ինչու մի փոքրիկ ուսում։ Մեր կատուն ստից ազատ, կիսապեյան միաու ազատ, թաթիկներով ինձ հետ կագած ու մի քիչ էլ կագած։ Փափլիկ, տոտիկ, գնաց նստեց պատի մոտիկ, մռստալով զուտլիկ, մուտլիկ, ներս քաշելով, փորիկն հասլիկ, պարկեց կողի, ոտը ձգեց ու կոչիկով իրեն գրկեց։ Ինքը իրեն երբ հավաքեց, կանաչ աչքեր իսկույն փակեց, բարի գիշեր ասեց մաղթեց, և փիսիկին քունը հաղթեց։ Abrek. Մեր բանաստեղծուհի մանկագիրը ունի ձեզ նվերներ հանձնելու, խնդրում եմ դաստիարակներից, մանկաբաժներից եկեք առաջ, Տիկին Դուդաջան, դուք հանձնեք գրքերը, որ երեխաները շարունակեն սովորել, գնացեք կենտրոն գնացեք, եկեք նորից ծափահարել թիվ 98 մանկապարտեզների Բավականին աշխատանքի կարել, շատ շնորհակալություն, սա մանկապարտեզին, սա ձեզ շնորհակալություն շատ Մեզ համար անկեղծացած անակնկալ է, Տիկին Դուդայի համար ևս անակնկալ է, իր խոսքերով երգը չէր լսել, և լավ է, որ ձայնագրվեց և այսուհետ նաև կարող ենք փոխանցել մյուս մանկապարտեզներին, որպեսզի սովորեն։ Իսկ մինչ այդ մեր շատ սիրելի տնօրեն, մանկապարտեզի տնօրեն Նայրա Մկրտչյանի գրադարանի կողմից տրվում է թիվ 98 մանկապարտեզին տնօրեն Նայրա Մկրտչյան Լյուդմիլա Շելունցի ինչուները մանկական գրքի շնորհանդեսին մասնակցելու, հեղինակի ստեղծագործությունները արտասանելու և գրադարանի հետ համագործակցության համար։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ սիրելի փոքրիկներ, գիրք կարդացեք և հաճախեք գրադարան։ Սա ձեզ։ Ես կցանկանամ հիմա մեկ րոպե, եկեք նկարենք նյութի համար։ Բայց մինչ այդ մենք չենք վերջացել, քանի որ խոսում էինք խմբագրի գրքի, մեր գրքերի խմբագրի մասին, համեցեք Հովհաննես Հակոբյան, որովհետև դուք պետք է նստեք այստեղ, խմբագրել եք գիրքը Հովհաննես Հակոբյանը, իսկ մինչ այդ մենք նաև մոլովակ ունենք մանկական, ես կցանկանամ երեխաները լսեն, տեսնեն, ունկնդրեն, հետո գնան։ Մանկական բանաստեղծությունները մոլովակի տեսքով, կարդում է Անահիտ Նավասարդյանը։ Երեխաներ, դուք էլ շրջեք, որտեղ ձեզ համար է։ Մոլովակը նայեն նոր։ Վայ երեխեք ջան, կողքի կանգնեք, եկեք, այս կողմ, հանդիսատեսը տեսնի, հա? Երբ ես փոքր էի, ինչուներն հանկարծ գալիս էին ու կանգնում իմ դիմաց, հարց էին տալիս ինձ ամեն ինչից, որ անպատասխան չմնա ոչինչ, արդյոք ինչու է ձյունը սպիտակ, հյուսիսում ցուրտ է, իսկ հարավին տաք, շաքարը քաղցր է, ծովի ջուրն աղի, երկինքը կապույտ, արևը դեղին, մեր մոլորակը ինչու է կլոր, ցերեկն ինչու է լույս ու լուսավոր, իսկ արեգակը երբ մայր է մտնում, ինչու է ամբողջ աշխարհը մթնում, ինչու են մարդիկ գիշերը քնում, և առավոտյան
բոլորը զարթնում եւ ինչուների հարցերը բազում պատասխան էին ինձնից սպասում, բայց դեռ շատ բաներ չէի իմանում, սովորում էի ու շատ զարմանում, լուր չէի մնում, բայց անխելքաբար եւ ինչուները բարեհոգաբար շփտում էին ու արմահաց ասում։ Նա, ով իմանալ շատ է ուզում, հարցնում է ինչու, խելոք սպասում ու պատասխանը ուշադիր լսում։ Ամեն մի ինչու մի փոքրիկ ուսում։ Եկեք ճանապարհենք մեր 98 մանկապարտեզի։ Հաջողություն ձեզ, սիրելի Ապրեք երեխեք։ Շելունցի ստեղծագործական անցած ուղին։ Համեց։ Հայաստանի գրողների միության, Կալիֆոռնիայի հայ գրողների, համահայկական գրողների միության, Հայաստանի մշակույթի գործիչների միության, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ, բանաստեղծուհի Լյուդմիլա Ներսիսյան Շելունցը ծնվել է Վանաձոր քաղաքում 1949 թվականին։ Վահագնիի միջնական դպրոցն ավարտել է բարձր գնահատականներով 66 թվականին, որից հետո սովորել Երևանի բժշկական ուսումնարանի մանկաբարձության բաժնում եւ գերազանց գնահատականներով ավարտելով ապրել եւ աշխատել է Երևանում։ 1999 թվականից առ այսօր ապրում է Դանիայում։ Ստեղծագործական վաղ տարիներին Լյուդմիլա Շելունցը տպագրվել է Պիոներ կանչթերթում, սակայն կանոնավոր կերպով սկսել է ստեղծագործել 2016 թվականից։ 2017 թվականին հրատարակվել է Շելունցի հեղինակային Անդրանիկ Սիրո անուշներ գիրքը։ 2018 թվականին լույս է տեսել բանաստեղծուհու Սրտիս խորանում գիրքը։ 2019 թվականին Կարոտիս հետքը բանաստեղծությունների ժողովածու, 2021-ին լույս է տեսել Աշնանաբույր ծիածան ժողովածու, 2021-ին լույս է տեսել նաև Հավատում եմ ժողովածուն և վերյու ռուսական թարգմանված բանաստեղծությունների գիրքը, 2022-ին լույս են տեսել բանաստեղծությունների Սրտիս չափով և մանկական խաղողի այգին ժողովածուները, 2023-ին լույս են տեսել բանաստեղծությունների Լուսի Թակուի և մանկական հայերեն և ռուսերեն երկլեզու բանաստեղծություններ, հեքիաթներ, ժողովածուները։ Ստեղծագործական կենսագրության ընթացքում Շելունցը տպագրվել է ավելի քան 3 տասնյակ համահեղինակային ժողովածուներում, գրական սփյուռք 8, Գարունը սիրուց է ծնվել, հայ արդի գրողներ, գրական անդաստան, ձայն, հայրենյաց կանչեր, հասկեր, վերածնունդ, բաց փակագծեր, համազարկ, վասն, նահատակյաց և հայ արդի գրականություն, գրական մեղեդիներ և այլն։ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության արվեստագետ կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է Հովհաննես Թումանյան 150 մեդալով։ 2022-ին արժանացել է մի շարք պատվոգրերի, Մովսես Խորենացի հուշամեդալի։ Մի շարք մրցույթներում արժանացել է մրցանակների և գավաթների։ Լյուդմիլա Շելունցը գրականության և արվեստի ոսկե նուռ համահայկական մրցանակաբաշխության և Կալիֆոռնիայի հայ գրողների միության տիր ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցներից է։ 2022 թվականին արժանացել է տարվա լավագույն մանկագիր հեքիաթագիր կոչմանը։ Կրթության նախարարության կողմից սահմանված գրականության մշակ պատվո շքանշանին Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից 2023-ին հայ գիր ամենամյա մրցույթում արժանացել է մանկագրություն անվանակարգում Մրցակյանի համակրանք հավաստագրին։ 2023 թվականին տպագրվել է
մանուկների համար համահեղինակային ամպիկներ գրքում 2022-ին արժանացել է հայուհի պատվոգրին եւ մի շարք տարբեր մրցանակների եւ շնորհակալագրերի։ Տպագրվել է նաեւ գրական հանդեսներում, թերթերում, լրագրերում 2024-ին մասնակցել է Արտաշեսյաններ համահայկական ամենամյա մրցանակաբաշխությանը 2024-ին լույս է տեսել արևականչ բանաստեղծությունների ժողովածուն 2026-ին լույս է տեսել հողի սիրտը ժողովածուն եւ մանուկների համար ինչ ուներ գիրքը։ Սիրելի ընկերներ, հավելենք նաև, որ Լյուդմիլա Շելունցը Ավետիս արվեստի միջազգային միության առաջին անդամներից է եւ այստեղ են նաև հանձնախմբի ղեկավարները Ավետիս արվեստի միջազգային միության Տիկին Զուխրա Երվանդյանը, Աշուղ Աստղանուշը, Կարինե Ամիրյանը, Անահիտ Նավասարդյանը եւ ուզում եմ հավելել, որ Տիկին Շելունցը բոլորովին վերջերս համազգային վստահության կողմից արժանացավ հայուհի մրցանակին։ Եկեք ծափահարենք։ Նորից շնորհավորում ենք Տիկին Լյուդա եւ կարծում եմ ճիշտ ժամանակն է խոսքը տրամադրել մեր խմբագրին, ով խոստացել է մի քիչ կարճ խոսել։ Ամեն խոստում չի, որ իրականությունն է դառնում, բայց կաշխատեմ։ Իսկ միկրոֆոնը Բարեկամներ, նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ, որ այսօրով ներկա եք եւ պատվել եք ձեր ներկայությամբ մեր շնորհանդեսը համարում եմ ես սա նաև իմ շնորհանդեսն է որպես խմբագիր, որովհետև ես եւ Տիկին Լյուդմիլա Շելունցը բավականին երկար մոտավորապես տասնամյակի է ձգտում արդեն, երևի 9 կամ 8 տարի, ամենայն դեպս բավականին հաջող արդյունավետ համագործակցությունը ես գոնե ինքս գոհ եմ մեր համագործակցությունից, կարծում եմ Տիկին Լյուդմիլան նույնպես գոհ կլինի։ Ես չեմ խոսի Շելունցյան ստեղծագործական աշխարհի մասին։ Ներողություն եմ խնդրում, բավականին ծավալուն գրախոսականը գրված է, ցանկացողները կարող են կարդալ, ճիշտ է ես գիտեմ, որ ձեզանից շատերը գրական աշխարհից են եւ չեն սիրում գրախոսություններ կարդալ, ինչը ձեր շնորհակալություն, ինչը ձեր թերությունն է, ասեմ, նաեւ ես ինքս որպես բանաստեղծ ինքս էլ ասենք առանձնապես ասենք գոնե սիրում եմ կարդալ այն դեպքում, երբ որ գիրքը կամ տվյալ ամբողջ ստեղծագործությունը իմ ձեռքի տակ է, էլի։ Էլոյին ունես կրտես անելու են ասացիք։ Մի քիչ երախտացրեց քո խոսքը։ Հա։ Մի քիչ այն կամած, որ ռոմանտիկ բաններ էլի, տպավորություն ստեղծել։ Նազոն աշխարհը Հա։ Երևի բարեկամներ, ինչ ասեմ։ Տիկին Լյուդմիլային ես էլի ասեմ չեմ ուզում անդրադառնալ ստեղծագործական աշխարհին, դուք ով կկարդա, ով չէ, թող իր բանաստեղծություններով ծանոթանա, որ ծանոթ է, թող ավելի մոտիկից նոր ստեղծագործություններին ծանոթանա, ըստ այդմ պատկերացնի ու ավելի լիարժեք տպավորություն ունենա։ Ես ամենայն դեպս ուզում եմ անդրադառնալ Տիկին Լյուդմիլայի մարդկային կերպարանքին, սկսած դեռնամ 16-17 թվականներից եւ ես մի փոքր ավելի ծանր վիճակում է, խոսքը ոչ միայն նյութականի մասին էր, այլև ընտանեկան մորս էի պահում միայնակ Տիկին Լյուդմիլան թե նյութապես, թե իր խորհուրդներով անդադ եղել է իմ կողքին, ես դա ուզում եմ անպայման ասել, հետո մորս մայից հետո ես իրեն ասեցի, որ դու իմ երկրորդ մայրն ես ու եւ միշտ հիմա պահում եմ այդ խոսքը։ Տիկին էլ ասեմ ոչի։ Գործերն ամբողջովին սրտի աղոթք է։
հիշողություն, պարտավորություն, հոգուպարկ։ Լյուդմիլա Շևունցի համար հայրենի հողը կենթանի էություն է, ունի սիրտ, ապրում է, շնչում, հիշում ու սպասում։ Հայրենասիրական երանգներով են հնչում նաև բանաստեղծուհու Կարոտի ու վերադարձի ելևէջները։ Օտար հողի վրա ապրող բանաստեղծուհին կարոտում է, ապրում հայրենի հողի ցավով և խնդիրներով։ Բանաստեղծուհին իր ապրած օրինակով ու կյանքով, որպես ամենայն հայոց դեսպան, պատմում է իր կարոտի, խոհերի, հայրենիքի տաքուկ անկյունների մասին։ Բարեկամներ, այժմ խոսքը տրամադրում ենք բանաստեղծուհի Նարինե Բալասբեկյանին։ Ողջունում եմ բոլորին։ Գրական քննադատությունը իմ գործը չէ, դրա համար կան հատուկ մասնագետներ։ Ես ուղղակի ընտրեցի մի քանի բանաստեղծություն, գրքից կփորձեմ, ես ասում եմ, չեմ ուղղակի։ Փորձեմ ներկայացնել։ Հեռախոսները անջատեք ժողովուրդ։ Սրտաբեկորում քեզ տեղ չգտա, որ անփորձան կպահեմ։ Հոգուս մեջ դրի հոգեխորքերում ամենավերում հայրենիք։ Քո սերը թողած երկնի վերում որոնումներով դեգերում եմ դեռ։ Մի մենակ տուն լուր ինձ է սպասում։ Հին Երևանի Սիլաչի թազում, ուր մանուկներ են հայերեն շաղում։ Հիմա Ռոստովում անձրև է թեթև ու կաթիլներ են աչքերիս մաղում։ Մոտիկայելում հնացած մի կին ծաղիկ է քաղում։ Ինձ կորցրել եմ երկրի, ծաղկի, կոմիտասաշունչ, կաքավ տաղիկի, հայելուց լացող մաշված տիկնիկի լուր կարոտի մեջ։ Լերանտ եմ նայում, ասում են քար է, իսկ ես տեսնում եմ մատենակար։ Տուֆիտ նայում են, ասում են քար է, իսկ ես տեսնում եմ շեկ, որ մնանկար։ Հողիտ նայում են, ասում են բուռ է, իսկ ես ուղղում եմ ադամանդաբուռ։ Արևիտ նայում, ասում են բարկ է, իսկ ես ասում եմ Աստծո համբույր։ Ասում են ջուրը լավն է, բայց քիչ է, ասում եմ Նոյի արարած լիճն է, իմ փոքրիկ երկիր։ Փրկածդ հողը ասնիվ մի ճիչ է, ճահիճ աշխարհում։ Չեմ հոգնեցնի, երկու կարճ բանաստեղծություններ և վերջ։ Մեկ զավակների սանքնությունից մնացի արդյուն, մեկ էլ քո բախտի անհուսությունից արտասվատում։ Նրանց ինչ-որ կերպ մեծացրի մի կերպ, ջահելավարի, սխալներով, քեզ չկարեցա փրկել, մեծացնել, անգամ ծերացած արտասվատումս արդեն չորացավ, չդառան անցյալ, չար հայրենացավ, դար հայրենացավ։ Եվ վերջում, քանի որ ես էությամբ սիրելքակ եմ, ինձ ավելի մոտ սրտամոտ բանաստեղծություն գտա, որը ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը։ Մատներիդ շոյանքը։ Մատներիդ ամեն քնքու շփումից սահում է քամու անտես մի շոյանք։ Նրան ձայնակից մեղմիկ ջութակից դողում է սիրո հույզի նոր երանք։ Իսկ երբ կասկածն է լարում որոգայթ, ծլում են խանդի որոններն անսուրբ, մեղեդիդ որպես հույսի ճառագայթ, շոյում է հոգիս մատներիդ պես նուրբ։ Ծաղկի նուրբ գրկից ցողիկն է խմում, քո բույրով արփած քամին խելագար, սիրուտ շոյանքն է գիշերը ջեմում, լրության ծոցում, որպես երկնակար։ Շնորհակալություն Տիկին Գուդաջյան, գեղեցիկ բանաստեղծությունների համար և ընդհանրապես այն ձեր մարդ հայ տեսակի համար, որ ես հասցրել եմ ճանաչել տարիների ընթացքում, սիրում եմ շատ ձեզ, ուզում եմ, որ ձեր գրիչը միշտ խոնավ մնա, տանակը չպակասի, առողջ եղեք և խաղաղ։ Շնորհակալություն։ Սիրելի ընկերներ, խոսքը տրամադրվում է Վահագն Ռազմության հիմնադիր նախագահ Կարո Կարապետյանին, նույն ինքը մորուք Կարոն, համեցեք։ Բարի ողջույն ձեզ, շնորհավորում եմ նախ
առաջ անգամ ես մտել եմ գրադարանը, մեծ պատիվ է եւ ընդհանրապես բոլոր գրադարանները ինձ համար մեծ պատիվ է, որ կան դրա համար ապրեք զորանակ, որ ինձ թույլ եք տվել մասնակցելու։ Այսօր մեր կազմակերպության խորհրդի որոշմամբ որոշել ենք, որ արխիվատրումներ անենք ապօրերով։ Վահագն ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպություն, ազգային մշակույթի պահպանման, հասարակական գործունեություն ծավալելու, ռազմահայրենասիրական ծրագրերին աջակցելու համար տրվում է Զորեղ Հայուհի Նազենի Արզումանյանին։ Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև հրաշունչ զինվորը լինել, Գարեգին Նժդե։ Պարգևատրում է Վահագն ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Կարո Կարապետյանը։ Ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպություն, ազգային մշակույթի պահապան, հասարակական գործունեություն ծավալելու, ռազմահայրենասիրական ծրագրերին աջակցելու համար տրվում է Զորեղ հայ Լյուդմիլա Շելունցին։ Համեցեք։ Ազգային մշակույթի պահպանման, հասարակական գործունեություն ծավալելու, ռազմահայրենասիրական ծրագրերին աջակցելու համար տրվում է Զորեղ հայ Նարինե Բալազբեկյանին։ Նարինե ջան, շնորհավոր։ Տիկին Լյուդա ջան, շնորհավոր։ Շնորհակալություն ձեզ։ Մենք պետք է հիմա խոսք տրամադրեինք, որ խոսեինք, բայց քանի որ այստեղ են մեր մշակույթի կենտրոնի սաները, տնօրեն Ալվինա Հարությունյան, մենք ուզում ենք, որ այս պարգևները նաև երաժշտական կատարումով շնորհավորվեն։ Համեցեք երեխեք ջան։ Line in. Nous avons
Այստեղ է գտնվում նաև այսօր մեր շատ հարգարժան հյուրերից մեկը, մեր արձակագիր, բանաստեղծուհի, մանկագիր Անուշ Վարդանյանը։ Եկեք ծափահարենք Անուշ Վարդանյանը։ Քանի որ նաև մանուկները դեռ այստեղ են։ Բացի մանուկներից ես ասեմ, որ այսպես ասած գրական ճանապարհը ես եմ բացել մենք գրողների միությունը, Լյուդմիլա Շելուցը դարձավ մեր մանկական բաժանմունքի լիարժեք անդամ, Սաթենիկ Ղազարյանը, Լյուդմիլա եւ ես մենք երեքով ներկայացնում ենք գրողների միությունը, մանկական բաժանմունք, այստեղ է նաև Զուկրան Արբեն Աղանեսյան շատ հաճելի է, որը տպագրել է մեր Լյուդմիլայի բոլոր գրքերը եւ փայլուն է տպագրել մեր խմբագիր գրականագետ Արմեն Աղանեսյանը։ Ես ուզում եմ ասել, որ Լյուդմիլա Շելունչի գրականությունը այսպես ասած հորդառատ գետի պես է գնում, այդքան շատ գրքեր եւ արժեքավոր շատ քիչ մաս է ստեղծել, ասեմ դա իրականում։ Եվ ուզում եմ ասել, որ թեմաները ընդհանրապես երևում են եւ առաջին գրքից եւ այսօր էլ համոզված եմ, որոնք դեռ ես չեմ ընթերցել, ուզում եմ բերել Լուսնիկ Թակուի վերնագիրը շատ եմ հավանում գրքից մի բանաստեղծություն եւ ուզում եմ ասել, որ բանաստեղծությունը կարդամ, հետո կասեմ։ Հեռավոր օտար լայն ճամփաներով դարձյալ քայլում եմ խոհում գլխի կոր, այդպես անցել եմ մեջ քաղաքներով, երբ իսկ կարոտը իմ մեջ նստած խոր։ Այս բանաստեղծությունը արտահայտում է մեր Լյուդմիլայի բանաստեղծական այն բանը, որի շնորհիվ ինքը դարձել է բանաստեղծուհի։ Լինելով զգացմունքային, բարի, գեղեցիկ անհատ, երբ որ ինքը լքել է, ես ինձ վրա եմ վերցնում։ Ես մի 15 օր Երևան բացակայում եմ, սիրտը խփում է։ Հայոց լեզու չեմ լսում, շատ ծանր է տանում, եւ պատկերացնում եմ մեր Լյուդմիլայի, մեր Անժելա Սահակյանի, որը Փարիզում է, այսօր եմ հետը խոսել, նրանց կարոտը ուրիշ է եւ դա մի պլյուս է տալիս, այսինքն ստեղծվում են բանաստեղծություններ, այդպես է, այո, եւ դա գիտեք ինչ կա, հայ ժողովուրդը այդ կարոտ բառը ունի, ամբողջ աշխարհում նոստալգիա են ասում, իսկ մեր հայ ժողովուրդը ունի կարոտ բառը, որը իր արյան մեջ է, կռուն կուստի կգաս, կուգաս եւ այդպիսի բանաստեղծություններ երգեր, որտեղ այդպես է ստացվել, մեր ժողովուրդը այդպես ասած, դե գիտեք ինչ կա, բոլոր ազգերներ ճամփորդում են, բայց այդպիսի խոր կապ, երբ որ հեռանում են իրաց երկրից, ոչ մի ազգի մեջ ես չեմ։ Դա անկեղծ եմ ասում, դա հայ մարդուն բնորոշ է, որտեղ հայ մարդը շատ չէ, հայ մարդը շատ կապված է իր լեզվի, je parle français, на русском как будто, на армянском, բայց երբ որ հայոց լեզուի մականջը չի լսում, ես շատ ծանր եմ տանում եւ դա կասի Լյուդմիլա, այո, եւ ես դա տեսնում եմ, դա առիթ է դառնում ստեղծել հայրենասիրական գործեր, ես համոզված եմ, որ այս վատ ժամանակները, որոնք չգիտես ինչի Արարատ Արագած իրար դեմ են հանում, Արագածն էլ այնքան վատ են քանդակել ամոթից մեռ այդ գեղեցիկ սարը այդ բանի օրենի չեմ նկատել եք, թե չէ, դա է ինչ խայտարակություն էր, Արագածը շատ սիրում սարա, էտով էր ձևավորել, առադի ժամանակ էր, չգիտեմ, չեք նկատել, այնքան վատ էր արած, այդ հրաշալի սարը, այնիչը, դա երբեք պետք չի հակադրել, եւ ես թեմաներ չեմ ուզում խորացնել շուտով ընտրություններ են, եւ հուսով եմ մենք կգանք մեր հիմնական կարևոր ճանապարհի վրա, որը մեր հայրենիքն է, մեր լեզուն է, մեր հավատը։ Եվ մեր հավատը, կրոնը, որ անհրաժեշտ է մեզ, գիտեք, սիրելի հասարակություն, ես խղճում եմ աթեիստներին, աթեիզմը դա նշանակում է, որ ոչ մի հույս բան չունի, ես որ շատներն եմ ընկնում, հայրերը ասում եմ մի քանի անգամ եւ ինձ եկը թեթևանում, եւ ես գտնում եմ ճանապարհ, չէ, դա ես իրականություն եմ ասում, իսկ գիտնականներ կամ որոնք վատ մարդիկ չեն, բայց աթեիստ են, ասում են, պետք է տեսնենք, էլի Թովմա Առաքյալի պես, որ ասում է մատս մտցնեմ վերքի մեջ, այսինքն այդ աթեիստ լինելը շատ ծանր է։ Մերների սկզբնավոր։ Նրանք, չէ, դա ուրիշ բան է դուք ասում, ես խղճում եմ իրենց, որովհետև իրենք չունեն
այդ հույսը, որ տալիս է հույս հավատք։ Այո, եւ դա մենք բոլորս այստեղ նստած համոզված ենք, որ դա զգում ենք, երբ որ մտնում ենք եկեղեցի երկյուղածությամբ, մենք այնտեղ շնչում ենք մի ուրիշ հոտ, մի ուրիշ զգացում։ Այն էլ ասեմ, որ այդպիսի զգացում ես չեմ ունենում ռուսական եկեղեցում։ Շատ պաշուճալ զավթային, շատ լրիվ անում է։ Այա Սոֆիա մեղլեմ, ես ուղղակի այնտեղ լավ թեման շատ շարունակեմ այդ երկարացնել։ Ես ուզում եմ ասել, որ մենք գրողների միությունը նկատում է ձեր աշխատանքը, ես համոզված եմ, որ այս վերջին մանկական գիրքը մենք կնշենք որոշակի ձևով, Լյուդմիլա ջան, դա ես խոստանում եմ։ Ես եմ շատ կարոտ, ափսոս Երևանում չես, որ մեր միջոցառումներին մասնակցես։ Եվ քանի որ այստեղ հյուր ունենք մենք մեր մշակույթի կենտրոնի սաները, նոր վարչական շրջանի, եկեք նորից ծափահարենք, երեխաների շուշացնենք, մեզ ուրախացնենք և կգնանք։ Բարանի երգը մենք կպարենք։
Մշակույթի կենտրոնի սաներին, որովհետև բոլոր մեր սաները իրենց տնօրենի գլխավորությամբ բոլոր միջոցառումներին համահունչ հետաքրքիր ստեղծագործություններ ունեն։ Մենք շատ շնորհակալ ենք, մեր տրամադրությունը ավելի բարձրացեցիք, մենք ձեզ ճանապարհում ենք, պատվոգիրը կուղարկեմ ձեզ, սիրելի Վարդուհի ջան։ Ընկերներ, այստեղ է մեր Արմեն Ավանեսյանը, գրքերի հրատարակիչը, մի փոքր ուշացումով եկավ, սկզբում չկար, այստեղ չէր եւ շատ ուրախ ենք հյուրընկալելու մեզ մոտ, մեր սիրված հյուրերից մեկն է Արմեն Ավանեսյան, համեր։ Բարև ձեզ, այդքան էլ յուր չէ, մի քիչ տանտեր էր, որովհետև առաջին ասվում եմ, ծոները մեծացել, միանշանակ մասից է, բայց շատ արագորեն ինձանից թիրախշեղ եմ Տիկին Լյուդմիլա Շելունցի ուղղությամբ, նախ պիտի ասեմ շնորհավոր բոլոր ընթերցասերներին, որովհետև իրոք լավ գրքեր են մյուս աշխարհ եկել, հետո զարմանալիորեն էլի ասենք, լուրջ գիտական հոդվածներ կան, բան կան, Իգարչու ակադեմիայում եմ աշխատում, բայց սա հրատարակիչ եմ ներկայացնում,
շատ հետաքրքիր մի բան կա։ Ես նախ եւ առաջ գրականագետ եմ եւ մասնագիտական խոսք ուզեի նաեւ ասել այսօրվա ժամանակակից պոեզիայի եւ այդ պոեզիայի մեջ Տիկին Շելունցի վերած ավանդի եւ ներդրման հետ կապված։ Լյուդմիլա Շելունցին դեռևս եթե այսպես նայենք 12-13 տարի առաջ անծանոթ էր անունը, հա, երբ որ նույնիսկ առաջի անգամ մենք պատահաբար հանդիպեցինք գիրք հրատարակելու հետ կապված, ես չէի պատկերացնում, որ շատ արագորեն Տիկին Շելունցի գրքերը կսիրվեն եւ Տիկին Շելունցը կընդունվի գրական հանրույթի կողմից, այդպես էլ տեղի ունեցավ եւ պատահական չի, որ շատ արագորեն նաեւ Տիկին Շելունցը համալրեց Հայաստանի գրողների միության շարքերը, ինչը այդքան էլ հեշտ բան չի եւ բավականին պատվաբեր է։ Բայց ամեն դեպքում ինչն է հետաքրքիր, ժամանակակից պոեզիայում շատ տարբեր գունապնակներ կան եւ տարբեր երևումներ կան ու եթե վերցնենք կարելի է այսօրվա պոեզիան բաժանել երկճյուղության մեջ դիտարկել, մեկը նրանք ովքեր որ ավելի շատ բանականության, մտքի, տրամաբանության կուռ կառույցների շուրջ են դնում եւ նրանք ովքեր որ բերում են ավելի շատ զգայական, ավելի հուզական երանգներ եւ ավելի շատ քնարականություն են բերում, այս երկրորդ ճյուղին է պատկանում Լյուդմիլա Շելունցի պոեզիան եւ իրոք վերջի տարիներին մենք կարող ենք նույնիսկ ռեբուսների հասնող բանաստեղծություններ տեսնել, որոնք շատ դեպքերում ուղղակի մտավարժանքներ են կամ բառերի ինչ-որ նույնիսկ տրամաբանական կապեր կարող ենք տեսնել կամ այդ տրամաբանական կապերի բացակայությունը կարող ենք տեսնել, իսկ ահա Լյուդմիլա Շելունցը բերում է բանաստեղծությանը, վերադարձնում է իր քնքշանքը, քնարականությունը եւ պատահական չի, որ սերտորեն կապվեց նաեւ այս գրադարանի հետ, որովհետեւ այս գրադարանը կրում է մեծ քնարերգու Համոս Սահյանի անունը։ Եվ ահա հենց այդ քնարականությունը, զգայական այդ ռիթմերը, պատահական չի, որ նրա բանաստեղծության մեջ կարող ենք հանդիպել ավելի շատ զգացմունքայինություն է դառնում, որ Լյուդմիլա Շելունցի բանաստեղծությունը բնականաբար պիտի նաեւ մեկ այլ, այսպես ասած, ճյուղավորում տար նրա գրականությունը, չասեմ միայն բանաստեղծությունը, որովհետև նույնը վերաբերում է եւ արձակ ստեղծագործություններին, պատմվածքներին եւ մեկ ճյուղ էլ կա, որ տալիս է ահա երեխաների եւ այդ մանկության աշխարհի պատկերն է տալիս, իսկ մանկագրությունը ինքը հեշտ չէ, որովհետեւ պետք է կարողանալ նախ անկեղծ լինել երեխաների հետ, որովհետեւ երեխաները շատ արագ կեղծիքը տեսնում են, խաբեությունը շատ արագ տեսնում են եւ մյուս կարևոր հանգամանքը որ կա, պետք է զվարթուն լինի, խաղացկուն լինի, այդպիսին է Լյուդմիլա Շելունցի մանկական ստեղծագործությունները, որոնք այսօր ինչուներ գրքում կան, հետաքրքիր խաղային ձևով հարցեր է առաջադրում, այդ հարցերի նկատմամբ տալիս է պատասխաններ, տեսնում եք, որ կոճակն է դառնում հանգարց բանաստեղծության կենտրոնական մի պատկերման, են նուրբ բաներն են, որոնք իրոք երեխաներին կարող են ոչ միայն զբաղեցնել, այլ նաև կարող են հարստացնել նրանց տեսադաշտը, նրանց աշխարհընկալումը, նրանց ի վերջո կյանքին պիտի պատրաստեն երեխաները նախ եւ առաջ հենց գրականության միջոցով։ Տիկին Շելունց, շնորհակալություն, որ դուք կաք, ձեր գրականությունը բավականին առինքնող է, խոսում է ավելի շատ մարդու հոգու հետ, շատ դեպքերում կարդալով մենք Լյուդմիլա Շելունցի ստեղծագործությունը չենք պատկերացնում, թե ինչպես է հարստացնում մեր ներսը, անշուշտ մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ հայրենիքից հեռու է գտնվում Տիկին Շելունցը, օվկիանոսների ափերին, կղզիախմբի վրա եւ այլն, շատ այնտեղ տեսնում տարատեսակ կամուրջներ եւ բավականին, այսպես ասած, հայ եվրոպական սովորույթներով երկրում է, բայց միևնույն ժամանակ պահպանում է ինքնությունը իր ազգային արմատներին հավատարիմ է մնում եւ պիտի նաեւ լիներ կարոտը, վերհուշը իր հայրենի տան, որը կազմում է նրա բանաստեղծության գլխավոր որակն ու երակը։ Եվ ի վերջո սերը, այն ամենակարևորը սերը ընդհանրապես քրիստոնեական եւ աստվածաշնչյան բարձրագույն սերը, ոնց որ մեծարածներ ասում դուր ինձ Տեր, այդ ամենաբարձր սերը, որը ձևակերպում է ուրախություն անազնական ձևով, ահա այդ դուր ինձ Տեր այդ ամենամեծ սերը եւս Լյուդմիլա Շելունցը ունի արդեն
Տերը տվել է նրան այդ ամենամեծ սերը եւ սիրով նա իր սերը բաշխում է ամենքիս եւ ամենեցուն։ Շնորհակալություն Տիկին Նազենիին միշտ իր յուրընկալ դռները բացելու եւ ընդհանրապես գրական միջոցառումները եւս կարեւոր են։ Մենք պիտի գրականության անպայման ուշադրություն դարձնենք, մշակույթին ուշադրություն դարձնենք, որովհետեւ քավլիցի դեռևս հեռավոր ժամանակներում ճիշտ է հիմա շատ պրոյեկցիա են անում դեպի անգլիացի են Անգլիայի վարչապետը հայրենակն համաշխարհայինի ժամանակով էր Չերչիլի վրա են անում, բայց Չերչիլից առաջ այդ մի խոսակցությունը Հուլիոս Կեսարի հետ կապված է եղել, երբ որ սենատում քննարկել են բյուջեի բաշխումը եւ որոշել են, որ մշակույթից պետք է բյուջեն կտրեն, որպեսզի ռազմականի վրա դնեն եւ բնականաբար Հուլիոս Կեսարը ասել է հակառակը, պետք է ավելացնել մշակույթի բյուջեն, որովհետև այլապես էլ ինչի համար ենք պատերազմում։ Մենք մեր ինքնությունը պահպանել ենք նաև հենց մշակույթով, մեր գրականությամբ, այսօր խառնակ ժամանակներ են եւ կարեւոր ու լավ բաներ լուսանցք են մղվել, մենք էլ դիտմամբ պիտի լուսանցքից ներս վերենք եւ այն ովքեր որ այսօր կենտրոնում են նրանց հանենք դեպի լուսանցք։ Շնորհակալություն այս լավ օրվա համար, թող բոլորի սրտերը ջերմացնի պոեզիան։ Շնորհակալություն ձեզ։ Ես բայց պիտի փախնեմ, որովհետև հանդիպում ունեմ, էլի։ Ափսոս, հա։ Գնացի ձեզ լավ։ Բանաստեղծությունների նոր շարքը, ինչպես նախորդ ժողովածուներում, մարդկությանն ամենից շատ հուզող ամենահին թեման է։ Այստեղ իհարկե ներկայացվում է նոր երանգներով, նոր խորքերով։ Սիրո սկզբնավորումն է կարոտը, հիշողությունը, հոգևոր աշխարհի ամբողջացումը։ Սերը բանաստեղծողու համար ոչ միայն հույզ ու ապրում է, այլ մշտական վիճակ։ Դու շարժիչ ուժն ես, իմ սիրտը սնող, զարթնում ես ինձ հետ վաղ լուսաբացին, խոսքդ բարի է, օրս քաղցրացնող, արև է խառնում իրիկնահացին, դու շարժիչ ուժն ես իմ սիրտը սնող, կյանք ես նորացնում քո շրջապատում, միտքդ բարի է, կամքս ամրացնող, քեզ հետ գալիքին շատ եմ հավատում, դու շարժիչ ուժն ես իմ սիրտը սնող, հայրենի երկրում բազուկ ես ամուր, գործդ բարի է հույսս լույս դարձնող, հույսեր ես սփռում կյանքում ամենուր։ Դու շարժիչ ուժն ես, իմ սիրտը սնող, փոշուց մաքրում ես հույզիս տավիղը, հոգիդ բարի է, հոգիս ջերմացնող, ոսկեզօծում է քնարիս ջիրղը, դու շարժիչ ուժն ես իմ սիրտը սնող, կանչում ես հեռվից գերում թովչանքով, սերդ բարի է սիրտս սրբացնող, թող մեզ միացնի Աստծո օրհնանքով, դու շարժիչ ուժն ես իմ սիրտը սնող, եւ ես այնպես եմ նայում աչքերիդ, որ չթաքնվեմ հայացքից քննող, պատասխան տալով բոլոր հարցերիդ։ Ես ուզում եմ հիմա սիրելի ընկերներ բոլորս ծափահարենք այդ շարժիչ ուժին, Սերժիկին, մեր ամուսնունը, Յուլիա Ջեյմսի ամուսնուն։ Ես թեթեր եմ նվիրված Սերժիկին։ Գաղոն մի անգամ ոնց ասեց։ Ասել չէ։ Դե ասա։ Դե որ վերես կացել պիտի ասես։ Mən Lenagani Gagouin gidek. Ուրեմն այստեղ շնորհ adresin hanım Gagouin'in sayılır. Ne Gagouin Բայց այդպես էլ կա։ Հայս բան չասի։ Չկացես էլ։ Ուրեմն ասում դուք ինչ երջանիկ մարդ եք։ Լյուդմիլա ջան, ապրես, ինչ լավ բաներ ես կրեամուսնուդ վերաբերյալ, ամուսնուդ նույնված, էլ չամպերից սելասի գաճա
Իմ շնորհանդեսնիկ կաս լավ ես տեղավորում։ Սիրելի ընկերներ, Ներողություն Նազենի ջամին բաներ ես ավելացնեմ։ Այ Նազեն, ես դեռևս առաջի գրքի առաջաբանը գրել եմ եւ դրա մեջ ասել եմ, թվում է թե բոլոր կերպարները սիրային քնարական այդ բանաստեղծությունների տարբեր մարդիկ են, բայց երբ ուշադիր կարդում ես, ոչ թե ասենք սովորական մարդկային հայացքով, այլ գրաքննադատի հայացքով, տեսնում ես, որ այդ մարդը մի անհատականություն է։ Բայց իրականում ասեմ, պարտադիր չէ կարդալ, երբ ճանաչում ես իրենց ավելի մոտ հարթությունից, հասկանում ես, որ իրոք այդքան է այդ սերը իրենց մեջ։ Եվ դա սիրելի բարեկամներ, դա նախանձելի սեր է իսկապես։ Եվ բոլորը թող ունենան։ Ես ուզում եմ հիմա հատուկ ծափահարենք մեր հերվից եկած ընկերներին, որովհետև հիմա խոսք ունի ասելու մեր Հայկաս Քոթանջյանը, ով եկել է Վանաձորից, այստեղ է նաև մեր Սիրանուշը եկել է Աշտարակից, խոսքի համար չեմ ասում եմ, որ ներկայության համար, հերու մեր մարզերից եկել հասել են այստեղ։ Եվ Տիկին Էմա, որ Իջևանից է։ Հա, Տիկին Էմա ջան, որտեղ եք։ Այստեղ։ Իջևանից է, այո, եւ մեծ գիրք է բերել Բարև ձեզ, ինչ էի տեսել, ուրախ եմ այստեղ գտնվելուց փաստով, շնորհակալություն ես հրավերի համար, Լյուդմիլա ջան, ես այստեղ զգում եմ ինչպես իմ տանը, արդեն օրորդ անգամ ես դրընկալ մշակութային օջախում գտնվում եմ երկրի վիճակով, գտնվել եմ նաև մեղադրյալ աթոռում այդտեղ նստած, փոխաբերական իմաստով, բայց լավ իմաստով։ Ինչ ասեմ, այսօր ուզում ենք ես բոլորի շնորհավորենք նոր լույս տեսած գրքերի առիթով արարված գործեր են, ցանկացած ստեղծագործություն, նույնիսկ մի քառակով, դա արդեն ինքնըստինքյան արարում է։ Ես ոչ մի լոգ չեմ ասում, դա բոլորս գիտենք, բանաստեղծություն բառը ինքնըստինքյան եթե բառակազմում է վերլուծեն, բան ստեղծելու անունն է, իսկ մեր Լյուդան, այսպես ասած, ինքը բան ստեղծող է, բառ ստեղծող է։ Եվ այդ ստեղծագործական իր, գիտեմ ասեմ, շնորհքը, տաղանդը, օժտվածությունը երևի գալիս է իր հողու ջրից, լոռուց, մի քիչ գոլամ են։ Եվ մեր լոռեցիների։ Գրականագետներն ավելի խորն են ուսումնասիրում և ինչ գտնում են իրանք խաղատակերին մասնագիտական առումով կեցիներ է։ Ես կխոսեմ որպես զուտ ընթերցող և որպես թեկուզ նաև ստեղծագործող։ Լյուդմիլան զգացմունքային գրող է։ Ես ընդհանրապես մի բանաստեղծություն կարդամ, քանի որ ժամանակը բոլորիս համար թանկ է, որտեղ ավելի լավ կարդամ, հետո կմեկնաբանեմ և իրար հետ կնայենք, թե ինչ ասում Լյուդմիլան։ Սերս իմ սիրո տարին չունի եղանակ, ոչ ծմեր ունի և ոչ աշուն։ Իմ սիրտն է մտել սերն այն ժամանակ, երբ դեռ ամառ էր, կամ գուցե գարու։ Սերս աղոթքի նման երկնարձակ, այն երևույթ է, աշխարհին անխայտ։ Սերս արև է և արևածագ, եզերական հզոր ճառագայթ։ Իր աստվածանցի հյուսված պատրանքը իրոք հենց այն է, ինչ ես եմ ուզում։ Նրա անթեղած քաղցր հյութանքը տարին բոլոր է իմ հոգուն ուզում։ Սերս իմ կյանքն է, ողջ ժամանակս, իմ էությունն է, անե տեսակս, սերս հասուն է, իմն է միակս, կյանքիս 5-րդ նոր եղանակս։
Ես 5-րդ եղանակի գիտեմ, որտեղ ես ոնց է եկել բոլորիսուներն տեղավորվեր սիրում, այս որ սերմա տալիս, ծաղկում է, պտով է տալիս, նոր ստեղծագործություն դառնում, դա ոչ բոլորի մոտ է կատարվում, շնորհավորում եմ։ Եվ խորհուրդ կտամ գիրքերը ընդհանրապես բացել եւ կարդալ։ Ներողություն, եթե ոմաստը կարող է կրճողական բառերի արարման մեծ աշխարհ։ Տարբեր բովանդակություններով գործեր կան, հայրենասիրություն, սեր, մանկական, բնություն, բայց իսկական հեղինակին ճանաչելու համար հարկավոր է գոնե կարդալ մի սիրո բանաստեղծություն։ Ես այս գիրքը բացեցի, այս բանաստեղծությունը կարդացի, իհարկե էլի կկարդամ ուրիշ բաներ, բայց կարող եմ ասել, որ չկարդամ էլ, արդեն այստեղ ամեն ինչ ասված է։ Շնորհավորում եմ ես, եւ երկու բնութագրող խոսքեր կներել ժամանակը շատ չեն գովանացել, բազմապիսի ստեղծագործողներ կան մեր ժամանակներում, բոլորն էլ ասելիքներով են գալիս։ Կան հեռու մեզնից անհամ, ասենք եթե կուլինարիայի տեսանկյունից նայենք, գրականությունը մատուցվում է տարբեր համերով։ Ես այսպես եմ պատկերացնում։ Կան անհամ գործեր, մոռացել են աղավաներն կամ կան կծու գործեր, կատու գործեր, Լուդմիլան քաղցր ստեղծագործությունների հեղինակ։ Իր գիրքը շատ քաղցր է, մտքերով, հուզմունքներով ասելիքով։ Եվ իհարկե երկու խոսք ասեմ նաև շնորհավորանքի եւ շնորհակալության խոսք խմբագրին, Հովիկին, Հովիկյան մեծ աշխատանք եմ տեսնում, Լյուդմիլայի հետ աշխատել է 6 պատվեր, ինչպես դու ասեցիր, ինքս արդեն հետ этаպով անցել եմ, եւ շատ լավ համագործակցում եք ստացված գիրքը, շնորհավորում եմ։ Եվ ես ստանալով Լյուդմիլայի հետ գիրքը նվեր, ես իմ գիրքը եմ նվիրում իրեն։ Իմ առաջին հայ ռուս թարգմանությամբ բանաստեղծությունները առանց գրքի այս գրադարանում են տեղի ունեցել ու շատ հարազատ օջախ է, սիրով ենք գալիս, ինձ ավելի շատ հետաքրքիր ու ավելի շատ հաճելի է, որ մարզերից են այստեղ գալիս։ Դա պարտադիր է, որ կապը ավելի ամուր լինի։ Այսօր ես Արագածոտնի մարզի անվերջ գրական ակումբ եմ ստեղծել եւ այդ ակումբը համագործակցելու միտումով վեր պիտի շրջագայի Երևանի շատ գրադարաններ։ Համոզված եմ առաջի այցս կլինի հենց այս կապած բացում։ Դեռ մենք ուսումնասիրում ենք Արագածոտնի մարզերի ամրոցներն ու բերդերը, գրադարանները, այցելում ենք դպրոցներ, արդեն երկրորդ տարին է լրանում, հունիսի 25 լրանա մեր երկրորդ տարին, սիրով ես առաջի այցը կանեմ այստեղ։ Նակի մեր Աստղիկ Սահինյանը կներկայացնի երկու բանաստեղծություն, համեցեք Աստղիկ ջան։ Քոնն եմ, քոնը, ես քոնն եմ, քոնը, արդեն շատ վաղուց, սերս զրկել է ինձ ազատ կյանքից, այնքան եմ հոգնել քո խանդոտ սիրուց, որ չեմ դիմանում դիմակիս տակից, համբերել եմ միշտ, ներել եմ, տարել, անխինդ պահերն ու պորտկումը խանդի, բայց էլ չեմ ուզում դարձյալ կատարել անարդար դերը սիրուտ պատանդի, սերնել եմ արդու նման զառամում, երբ կյանքն այլևս հեքիաթ չի թվում, երազից ծնվում, խանդից թառամում, ու դեպի անգով երկինք է չվում, հազար թելերով իրար կապելով, իմ բախտը քեզ է ինձ բաժին հանել, բարին էլ դա էր, քեզ հետ ապրելով, քեզ ընդմիշտ սիրել ու քոնը լինել։ Սիրահարված եմ, սիրահարված չեմ սոս քո աչքերով, չէ որ ընթացքն ես խորում քոերիս, լուսաբացների սիրո հոսքերով միակ հրաշքն ես տախտու կորերիս, քո աչքերում ես խաղաղանում,
Ցավն է մեղմանում թևերով հույսի, կողքիդ մինչև իսկ մութն անհետանում, ամբողջ աշխարհն է վերածում լույսի, քեզ հետ կյանքն իմ դեմ չի ըմբոստանում, պահում է իրեն պարզ անմիջական, ինձ հավերժություն դու չես խոստանում, բայց լի է ներկան և ամբողջական, քեզ կհասկանամ, երբ դու լուռ մնաս, իմ սիրտն է ընտրել ու միշտ է ներում, լույսդ կպահեմ, եթե հեռանաս, իմ սիրտը անգամ հեռվից է սիրում, և ես բանաստեղծությունը, որ դուք եք անձամբ տեսել, որ կարդամ շնորհակալ եմ Տիկին Լյուդմիլա ջան, հոգուս ներդաշնակ, քո տաքուկ գրկի ապաստարանում ժամանակն էլ է հանկարծ կանգ առնում, համրանում, ինչպես հանգստարանում, ու մեր սերն առանց խոսքերի օրհնում։ Սրտից զարկերն են ինձ լավ հասկանում, ալիքվում իմ մեջ երակ առ երակ, իսկ երբ քո սրտում սերն ես աստկանում, հայացքիդ խորքից հորդում է կրակ, անետանում է անտիվ, անքանակ, իմ բարերը քո սևուկ աչքերում, սերդ աշխարհ է, հոգուս ներդաշնակ, ճակատից գիրն է ինձ նվեր բերում, և երբ չեմ լսում ձայնդ խենթացնող, իմ սրտի վրա իջնում է մութ քոթ, առանց քեզ հոգիս կերոն է լացող, ծիածան է քո ժպիտն արևշող, Շատ ապրեք։ Ուշադրություն էկրանների։ Սիրելի ընկերներ, հոլովակը պատրաստել է Կարինե Ամիրյանը, եկեք ծափահարենք մեր Կարինե Ամիրյանի գեղեցիկ ստեղծագործական աշխատանքի համար կարդում է Անահիտ Նավասարդյանը, բարձրացու։ Երբ ինձ նվիրես քո հոգու լույսը, մութ ստերների այս ծառն աշխարհում, կյանքիս ուժ կտա դյուրաբեկ հույսը, որ սիրտ տալով է սիրուն սատարում։ Գիշերը լուսնի դալուկ լույսի տակ, երբ կթմրեցնես հոգիս ցավագին, կարթնանան քնած երկու հրեշտակ, կծաղկի սիրով եդևի այգին, իսկ երբ հույզերից խենթ կիզակետը, կուրծքս փոթորկի համբույրն անպղտոր, եղիր իմ բախտի բարարման գետը, պարզապես եղիր, դա է կարևոր։ Սիրելի ընկերներ, մենք գիտենք, որ այսօր այստեղ է նաև մեր շատ սիրելի, վաստակաշատ մանկավարժ, երաժիշտ, երգահան Կարինե Սարգսյանը և գիտենք, որ երգ է պատրաստել մեր լյուդայիստ բառերով։ Համեցիր Կարինե ջան, եկեք ծափահարենք մեր Միայն կարոտով լի հայուհի այս շատ լավ մարդ, իսկ այդ լավ մարդը շատ ասելիքներ ունի և իրեն ասելիքները դառնում են մեկ-մեկ էլ երգեր, որովհետև չես կարող անտարբեր անցնել։ Այսօր երգի կկատարեմ նոր երգը ընկերս թանկս և նորից քեզ տեսա։ Կարելի է երկու երգ։ Այո։ Ծանոթի։ Ընկերս թանկս։
ընկերս թանկս լցրում ի գավար, ինգերոջ պես սրտը հանգինի, ոչ մի լավ ընկեր չի փշրում հավար, որ ընկերությամբ երջանիկ լինի, կանց ընկերը արդար կատնակեր, և սրտով ասկի ու հարակինի, վերցրու բաժակը իմ բարի ընկեր, թող ընկերությամբ գնացը լինի, ընկերս թանկս ինքների լցնենք, ընկերությամբ պես սրտաբաց կինի, խմենք ու ապրենք, իրար ապրեցնենք, մեր ընկերությունը ընդմիշտ թող լինի, ընկերս թանկս ինքների լցնենք, ընկերությամբ պես սրտաբաց կինի, խմենք ու ապրենք, իրար ապրեցնենք, մեր ընկերությունը ընդմիշտ թող լինի, ընկերոջը ընկերս սիրի, ու տեղիք չդա մտավախության, ընկերոջ հոգում անդոր կտիրի, կբացվի սրտում դուրն ուրախության, ժամանակն իր մեծ անիվն է դարձնում, կյանքը սրտում իր անցած հոսքում, և նրա խորքում մենք չենք հարցնում, թե ինչ ենք մաղթում մեր կենաց խոսքում, ընկերս թանկս ինքների լցնենք, ընկերությամբ պես սրտաբաց կինի, խմենք ու ապրենք, իրար ապրեցնենք, մեր ընկերությունը ընդմիշտ թող լինի, ընկերս թանկս ինքների լցնենք, ընկերությամբ պես սրտաբաց կինի, խմենք ու ապրենք, իրար ապրեցնենք, մեր ընկերությունը ընդմիշտ թող լինի, նորից քեզ տեսա, բայց իմ երազում տեսա քեզ տխուր, ու արտասվելիս արցունք երևաց իմ փակ աչքերում, ու արտասվեցի քեզ հետ սիրելիս, հորիզոն արդեն շարագունել է, բայց իմ աչքերը չեն ուզում բացվել, հոգիս հուշերով վաղուց լցվել է, ու մեր հանդիպման լույսը չի մարել, հորիզոն արդեն շարագունել է, բայց իմ աչքերը չեն ուզում բացվել, հոգիս հուշերով վաղուց լցվել է, ու մեր հանդիպման լույսը չի մարել, ես կարոտում եմ քո բարի լույսը, զգում եմ բույրը կանչող շուրթերի, բայց բարակում է կամաց իմ հույսը, ինձ մնաց միայն հետ կթափյուրի, հորիզոն արդեն շարագունել է, բայց իմ աչքերը չեն ուզում բացվել, հոգիս հուշերով վաղուց լցվել է, ու մեր հանդիպման լույսը չի մարել, հորիզոն արդեն շարագունել է, բայց իմ աչքերը չեն ուզում բացվել, հոգիս հուշերով վաղուց լցվել է, և մեր հանդիպման լույսը չի մարել, ու մեր հանդիպման լույսը չի մարել, Եթե նախորդ շարքերում առաջ մղիչ ուժը զգացմունքայնությունն է, ապա այս շարքում զգացմունքը վերածվում է մտածողության։
որն էլ իր հերթին հանում է կյանքի լայնարձակ մայրուղի։ Բարեկամներ, այժմ լսենք բանաստեղծուհի Կարինե Ամիրյանին։ Արարչի նման աշխարհը մեկ-մեկ թվում է խամրած։ Կարծում ենք երկրին խավարն է պատում։ Մեր հոգու ներսն է սակայն խավարած, մոլորակը մեզ չի էլ նկատում։ Թեկուզ դրախտում մեզ չհավատան, որ մեր մեղքերն այս կյանքում են քավում։ Հոգսերն էլ ոչինչ, թող մեզ քիչ ժպտան, բայց մեր տան համար մեր սիրտն է ցավում։ Մեր մոլորակը թե չփայփայենք կլինի նրա կործանումն անդարձ։ Արարչի նման կյանքին կնայենք, եթե անտարբեր չլինենք հանկարծ։ Անտարբերության այս մոլորակում ունակ չենք իրար սրտով սիրելու, թեև ապրում ենք մի մեծ սենյակում, բայց մեզ իշխում է գիրքը տիրելու։ Սոված շատ գիրք է շահը կերցնում, սերը երկուստեք ջանք է աղերսում, մի ձեռքը տալիս, մյուսն է վերցնում, ունեցիր սիրո անկյուն քո ներսում։ Ջերմացրում եք իմ սրտի ջերմությամբ, առանց միջնորդի, կանխավճարի, լավություն արա խղճիտ մեղմությամբ, որ պատգամներով հոգի դալարի։ Իմ բարությունը, որտեղ բարին է, այնտեղ է լույսը։ Լույսն առանց բարո չի կարող լինել։ Անդեմ խավարի արկածող հույսը մարդուն բարության ուժով է զինել։ Իմ բարությունը ինչու չի հատնում, չէ որ անմեռ են հյուլերն աննյութ։ Հատուցման վրա ես աչք չեմ դնում, իմ լույսն եմ վառում հոգիներում մութ։ Իմ բարությունը ինչու չի խաբում, չէ որ ոչ մեկի վատը չեմ ուզել։ Չի ոստայնում մարդն է, չարի ոստայնում մարդն է խարխափում, չարի ախտից ուզում եմ բուժել։ Իմ բարությունը ինչու է անգին, չէ որ նրանով հարուստ եմ այնքան, խորթ է իմ հոգին գանձին ու փառքին, ինձ կնախանձի մնչաքաղց արքան։ Իմ բարությունը ինչու է անշահ, չէ որ առածն է տալիս անհատույց, շնորհակալ եմ ես անվերապահ ամենի համար շռայլ իմաստույց։ Եվ բարությունն է սիրտը ամոքում, չէ որ սրտով է սիրտն զորանալու, քանի արցունք կա ուրիշի հոգում, բարությունն աչքում չի չորանալու։ Շատ շնորհակալություն, սիրելի Կարինե, սիրելի ընկերներ, այսօր մեզ հետ է նաև ակադեմիկոս, պրոֆեսոր, բազմաթիվ նոտագրքերի հեղինակ, երաժիշտ ֆլեյտահար Վազգեն Մինասյանը։ Համեցեք, պարոն Մինասյան, ընկերներ, առաջիկայում նախատեսվում է գեղեցիկ համերգային ծրագիր, 10 համարներից բաղկացած երաժշտական համաշխարհային շեդևրներ, ես լսել եմ արդեն, եւ պետք է վայելենք Վազգեն Մինասյանի երաժշտությունը։
Մերլյուդայի ընկերուհու բալիկը Թորնուհին եւ ուզում է արտասանել Մերլյուդայի գրած բառերով մի ստեղծագործություն։ Համեցեք, ուր է այդ աղջիկը? Սուսաննային ջեր ծափահարություններով ընդունեք, որ ինքնական վերցրել է գիրքը եւ բանաստեղծություն է սովորել։ Սուսաննա ջան, բարձրախոսով, հա? Մորս պատվիրանը, հիշում եմ մորս պատգամը վարի, ինչ որ անում ես, արամ այդ սիրով։ Այս պատվիրանը ուղեցույց է ինձ, քանզի նրան եմ պարտական կյանքով, արևն էլ է ինձ սիրով ջերմացնում, փաղաքշում են ինձ շողերը լուսնի, մորս սիրով եմ ես երջանկանում, ձեզ էլ իմ սերն եմ առաքում անձիր։ Սիրեք միմյանց մեղրից անուշ խոսքերով։ Ախրտանքն այնքան կարճ է անցողիկ։ Դուրս եկա բեմը, ասի մայրիկ, ես գնում եմ ռազմաճակատ, որ հանդիսատես ինչ տեսա։ Հովանեսը նստել է կողքիս ու հանգիս չի տալիս, ասում պետք է 3 հատ քառյակ կարդամ, ստիպած կրճատել եմ, ասում եմ մեկը դու կարդա, մեկը ես։ Շատ բարի Նազելի ջան, ասեմ սիրելի հոգևոր քույրեր եւ եղբայրներ, քարակները Տիկին Լյուդմիլայի ազանք մի սերմ է հոգում, ջերմությամբ գրկեք սրտիկը նրա, մի օր է սերմը ծիր կտա խորքում, ծաղիկ բացելով ջուղերի վրա, ամբողջական մի ստեղծագործություն, որ արժե մի պիես, մի վեպ, մի չգիտեմ ինչ, կինոնկար։ Ցանկացածն եմ ընտրում, այսպես կարոտ սրտերին լույս է առաքում բարի խոսքը իր միապ ջերմությամբ։ Մարդն էլ ճարագող հոգին է զգում, ազնիվ սրտի հետ ջերմ մտերմությամբ։ Հանդիսատեսի պահանջ կա, ասում եմ հատել։ Ժամանակը այն գետն է անմոռաց, որը հոսում է ու հումն է մնում։ Մարդն էլ ընտրում է հուշերից անցած, այն ինչ իր սիրտն է պահում, պահեք ամենը։ Շնորհակալություն Հովանես ջան, իսկապես ուշանում եք, դա բաժակ բարձրացեք։ Վերջացնում եք, չեն գնում, որովհետև մենք սիրելի բարեկամներ ոչ մեկը չի գնալու, որ ուզեք դուրը փակելու եք չեք գնալու, որովհետև շատ գեղեցիկ հյուրասիրություն կա եւ պետք է կետրա, մենք ունենք ընդամենը 2 ելույթ, մեր Տիկին Աստղանուշը, Աստղանուշ Մելիքբեկյան, համեցեք Աշուղ Աստղանուշ։ Գիտեք ասեմ շատ էին կարոտել Աշուղ Աստղանուշին, վաղուց չենք տեսել, քանի ամիս է չենք տեսել, ծափահարում ենք։ Գործը շատ հեշտ է Տիկին Նազերի, որովհետև քանի գեղեցիկ ելույթներից հետո եմ ես խոսում եւ գիտեք ինչ, ֆլեյտայի դեթերային հնչյուններով լցվելուց հետո, արևմտայերի ասած աղձում դառնալուց հետո արյուն խոսիր, շատ համահունչ է այդ նվագարանը ձեր հոգում Տիկին Լյուդմիլա։ Շնորհավորում եմ ձեզ այդ գրքի համար, նոր տպագրված գրքերի համար, շնորհավորում եմ մեր Հովանես Հակոբյանին, ինչու ես բանասեր դինելով անընդհատ Աշուղ Աստղանուշ, ես հեղափոխություն եմ արել Աշուղ Նազելի հետ Մասպողոսյանի հետ միասին աշուղական արվեստում, որ բանասերներն էլ կարող են լինել Աշուղ, նոր հեղափոխություն է սա։ Եվ սիրելիներ, լռություն, վերջացնենք։ Իմ սիրելիներ, կարծում հետաքրքիր բան կասեմ, եթե ասեմ հետևյալը։
իմ հարգարժան մորուքայով։ Ուրեմն սովորաբար ինչքան որ կարդացել ենք համաշխարհային գրականություն, համաշխարհային արվեստի գործերի ծանոթ ենք, մեծ մասամբ այդ գործերը ծնվում են նոստալգիայից, կարոտախտից, թախիծից, տրտմությունից, մենակությունից, բայց գիտեք ինչն եմ ողջունում ես, երբ որ մարդը իր սիրո կողքին խոսում է սիրո մասին։ Այս շատ հետաքրքիր։ Ողջույն։ Ողջույն ձեզ, որովհետև ես ամեն անգամ, չգիտեմ, հիշեցնում եմ ես Ջորջ Գորդոն Նոյլ Բայրոնի խոսքը, տեսերքի պես հին է սերը, բայց ով եկել ով նոր պիտի գա, պիտի նորոգի պատկամը նրա, այո, ինչպես դուք, տիկին Նազան, Նազենի, Նազեի, որովհետև ամեն մեկը նորոգում է պատկամը, ու շատ հետաքրքիր մի բան կա, սերը ինքը հետաքրքիր երևույթ է, Աստված ինքը սեր է, բայց սերը տեղով ցավ է, սերը խանդ է, սերը ապրում է, սերը տիեզերքի մեկնություն է, վերծանություն է, առանց սիրո կյանք աշխարհ ու տիեզերք ու սեր չկա, հայ չկա, ոգի չկա, ասի չկա, սերը տիեզերական երևույթ է, երբ որ նա արդեն գնում է թղթի վրա, գնում է դաշնամուրի ստեղներին, գնում է թառի վրա, սազի վրա, այո, արդեն աշխարհը դառնում է տեղով, ցնծում է սիրով։ Կեցեք դուք, որ սիրո ծոցում, սիրո մասին այսքան քնքուշ ստեղծագործում եք, կեցեք դուք։ Իսկ ես ուզում եմ ձեզ և մեր սիրելի Լյուդմիլային նվիրել իմ բանաստեղծությունը, որ գրել եմ Գառնու տաճարում, տաղ աստղիկ վիցուհում, վարդամատն, մարմարյա, արինքնումով անթակույց, սիրաշաղախ հև կարյանան հանվերծ ու անմատույց, հագնացող այրությամբ ձգտում ենք ես ու գերվում ստինքներիտ մերկությամբ ու հումայքով արնածուպ, Աֆրոդիտե և իշտար կհրկի զես մշուշում, տղա ցավ աստղ կան, լոքուր սիրով է բուժվում, արյասի երտասպետներ կհրդեհես անցկրակ, օծված գինի կհեղեն վարդասպյուր ոտքի տակ, արյացեղ հայն ունի, հրաշագեղ նմանքին, վագնավար դիցուհի, կհավերժես անց բագին։ Դուր ես գնում անուշս, սարերից եկած աղուշս, բավոնց դիման աստղանուշս, դուր ես գնում անուշս, բավոնց դիման աստղանուշս, դուր ես գնում անուշս, ես կուզեմ ձեր հայրենիքին նվիրված երգերը ծնվեն հենց ես հողի վրա, և այսօր բոլորի ներկայությամբ խոստանում եմ, որ ձեր լույսի տենչանքով, լույսով օծված բանաստեղծներից մեկը կդառնա երգ։ Շնորհակալություն։ Հիմա սիրելի ընկերներ, մեր Անուշ Վարդանյանին, քանի որ գրողների միությունից է, համեցեք, Տիկին Զուխրա Երվանդյանին եւ ուզում եմ հրավիրել այստեղ նաեւ մեր Աշուղ Աստղանուշին, Գինեձոնի արարողությունը գեղեցիկ իրականացնենք։ Եվ կխոսի Զուխրա Երվանդյանը եւ վերջացնենք երաժշտությամբ։ Այս մեր գինին, գիրքը բերեք, Տիկին Լյուդա ջան, եկեք։ Շատ կարելի է սիրուն երաժշտություն դնել, այսպես խմբով, ընկերներով, մեր սաթենիկներ է, սաթենիկը թողնկարի, ես ասեմ խոսքներ, այո, ամեցին, գինին տվեք, ես ուզում եմ ես կարմիր գինով, որպես գինի կարմիր գինի միշտ առնչվում է Քրիստոսի, այսպես ասած, գեղեցիկ երևույթի հետ, և պատահական չի մեզ համար մի խորը նշանակություն է։ Ես սիրում եմ Գինեձոն արարողությունը, և սիրում եմ, որ խրճվում եմ։ Էդ էլ խրճեք, էդ մեկ Չէ, չի բելավ, էնա չէ խմում։ Եվ այդ համես է դու գիրկը հերիք, ապսոսա։ Եկեք ծափահարեք։ Արյան ասում ես։ Եկեք ջան, գնանք ու գիրկը հերիք։
կարողությունը կարող ենք ստորագրել սիրելի ընկերներ, ես շատ սիրով ամփոփիչ խոսքը տրամադրում եմ մեր Զուխրա Գերվատյանին, իսկ վերջում իր շնորհակալությունը կասի մեր Լյուդա Շելունցը։ Համեցեք։ Եթե ձայնս լսում եք, որովհետև խանգարում է։ Նստյան այդ ջան։ Ամեն մարդ գալիս է իր մանկություն։ Այո։ Լրտություն և բոլորը կլսեք։ Դու ինչ ես հիշում։ Եվ մանկության լավ ու վատը։ Ապրումն ու զգացումը։ Ընկերներ, ես ուզում եմ, որ ինձ լսեք։ Ի վերջո դասախոս եմ, չէ, սովոր եմ, որ լսարանը ինձ լսի։ Թե չէ չեմ կարողանում խոսել։ Դա չոտ չէ։ Ուղղակի չեմ կարողանա ասել այն, ինչ որ կուզենամ ասել։ Իսկ ես ուզում եմ շատ բան ասել։ Կարճ, բայց շատ։ Ասացի, որ մարդը գալիս է իր մանկությունից և մանկությունից բերում է իր լավ ու վատը, իր ներսինն ու դրսինը, իր ապրումն ու զգացումը։ Եվ բնական է, որ եթե ապրել ես այդ ամբողջը, եթե կարողացել ես Աստծո տված շնորհներին են գումարել ապրածդ, զգացածդ, վերածվում վրձին ունեցողի համար կտավի, գրիչ ունեցողի համար ստեղծագործության, մտաներ գրողի համար երաժշտության։ Ես ինքս որպես ստեղծագործող, ես գիտեմ, ես գալիս եմ իմ արմատներից, ես գալիս եմ իմ Արցախի տնջրի ծառի արմատներից, ես գալիս եմ իմ Արցախաջրից և պատահական չէ, որ ասում են, որ դա խորհրդանիշ է իմ ստեղծագործություններում, իմ հունցքի մեջ Արցախ աշխարհի թթխմորն է և հունցքս հունցված է Արցախաջրով։ Ինչու այդ սկիզբը ինձնով սկսեցի։ Ինձնով սկսեցի, որովհետև ես էլ եմ բանաստեղծ։ Եվ այստեղ, որ հնչեց, որ Լորենցի է մեր Շելունցը, ես հասկացա, թե որտեղից պետք է գար Շելունցի նաև աշխարհի այս նրբությունները, այս ապրումները։ Այն նա, ով որ տեսել է այն, ինչ կա լոռու աշխարհում, չի կարող պատահի լոռու աշխարհում ապրած մանկություն ունեցած մարդը այսքան շքեղ, այսքան հրաշալի պոեզիա չստեղծի, ինչպես մեր Լյուդմիլա Շելունցն է ստեղծել։ Ես ուզում եմ ասել նախ մանկագրության մասին, միշտ ինչքան առիթ եմ ունեցել մանկագիրների հետ հանդիպում ամփոփելու, համարձակորեն հայտարարել եմ, ես մանկական բանաստեղծություն գրել չեմ կարող։ Դա Աստծո շնորհ է, մանկագրությունը շնորհյալներին է տրվում, հատուկ շնորհյալներին է տրվում, որովհետև մանկական բանաստեղծություն գրել նշանակում է ոչ միայն մանուկներին կարողանալ գրավել, այստեղ ես տեսա, թե մանուկները ոնց էին արտասանում, ըստ որում նաև դժվար բառեր կային այդ բանաստեղծություններում և այդ բանաստեղծությունների դժվար բառերը երեխաները արտասանում էին, վստահ եմ, որ նաև հասկացրել էին, թե այդ բառերը ինչ է նշանակում։ Կարևորն այն է, որ երեխան մանկական բանաստեղծությամբ նաև սովորի հայերեն, սովորի կարգին հայերեն, գրագետ հայերեն, գեղեցիկ հայերեն։ Ոչ միայն սովորի մեր խմբագիրը, ես որ ասացի կարդացել եմ, մեր խմբագիրը հրաշալի մի շեշտադրում է արել, ես ուզում եմ անպայման այդ շեշտադրումը խմբագրի խոսքում բարձրաձայնել, շատ և բնական է խոսք էր ասվում
շելույթի բանաստեղծությունների դաստիարակչական կողմերին եւ այստեղ մի նախադասություն բավականին հետաքրքիր շեշտադրումով է արգելի խմբագիր։ Չվախենալ շատ բաներից, օրինակ այն շներից, որ միայն հաչում են, բայց իրականում այնքան էլ վտանգավոր չեն։ Հրաշալի շեշտադրում եք արել, շնորհակալ եմ նման շեշտադրում մատուցելու համար։ Ես թերթեցի շելույթի ցավով եմ ասում թերթեցի, որովհետև այս վերջին օրերին է թողել, ճիշտ ասած հրավեր ստանալուց հետո վերջին օրերին է թողել ձեր պոեզիային ծանոթանալը, բայց ես հիվանդացել էի ու չկարողացա, ներողություն եմ խնդրում, որ մի քիչ մակերեսորեն պետք է ասեմ, հրաշալի վերնագրեր եք դնում։ Վերնագրերը իրենք արդեն շատ խոսուն են և շատ դաստիարակչական են։ Վերնագրերը արդեն հուշում են ինչի մասին է խոսքը և երբ որ ասում եք, ասենք թե ոնց էր, քնկոտ փիսիկը, բարի նպաստակը, բարձենկոտ տերևի, որի տեղը վերջում տարել ենք կեղտոտ ջրափոսը։ Հրաշալի է, գիտեք հրաշալի է, մեծախոս, գորոզ, մեծախոսով բարձենկոտ տերևին վերջը տարել եք ջրափոսը, հրաշալի լուծում է, ուղղակի ես գրականագիտորեն կարող եմ ասել, որ բանաստեղծության լուծումը հրաշալի է տրված։ Եվ արդեն պետք է խոսեմ նաև կարճ, շատ կարճ, նաև ձեր բանաստեղծությունների մասին։ Գիտեք ինձ ինչը գրավեց, ամեն երազանք մի սերմ է հոգում, հրաշալի ուղղակի։ Այն, որ մեզ օգնում է, որ երազանքն է օգնում մեզ ապրելու, ստեղծելու, արարելու, և ինչքան մեծանանք, եթե կարողանում ենք պահել մեր երազանքը, երազելու ունակությունը, եթե կարողանում ենք պահել, ուրեմն մեր ստեղծածը բանի պետք կգա։ Եվ պատահական չի, որ քիչ առաջ խոսում են ձեր սիրո պոեզիայից և կրկնեմ ուղղակի։ Հրաշալի բաներ ասացին ձեր սիրո պոեզիայի համար։ Տիկին Ասկանուշը նույնիսկ շեշտեց, որ զարմացած է, որ դու սիրո մասին եք գրում։ Բայց նաև ասեմ, երբ ամուսինս կար, ինձ ասում էր, սիրո մասին շատ գրիր, քանի ես կամ, երբ չլինեմ, լեզուկ կարճանալու է, ու չես կարողանալու այն գրել, ինչ-որ կուզենայր։ Ես երեկ մի բանաստեղծություն եմ գրել ու կարդացել եմ Անահիտ Նավասարդյանին, հաճախ եմ կապի մեջ լինում իր հետ, իրեն կարդում իմ բանաստեղծություններից, գիտեք ինչ ասացի, սիրո բանաստեղծություններ, սիրո մասին էր, բայց տակը ես սովորությունն եմ իմ բանաստեղծությունների տակ գրել ամսաթվերը, այս մեկինը գրել էի, անթվագիր։ Ես ես շնորհավորում եմ այս գրքի համար, մեզ բոլորիս եմ շնորհավորում ձեր գրքերի համար, ձեր լինելիության համար, ձեր գոյության համար, ձեր ներկայության համար։ Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք և այսօր ինձ այս հնարավորությունը տրվեց խոսելու։ Ես խոստանում եմ կարդալ ձեր գրքերը, ոչ թե որպես բանաստեղծ կարդալ, որպես արձակագիր կարդալ, այլ որպես գրականագետ կարդալ։ Շատ շնորհակալ։ Սիրելի ընկերներ, այժմ մի փոքր հանդիսավոր պահ։ Ես չեմ ուզում մենք շահագործենք մեր ժողովրդի համբերությունը, այո, արդեն շահագործել ենք, բայց
Գիտեք, մի քանի օր առաջ էր, չէ՞, մի միջոցառում ունեցանք 4 ժամ տևեց, իսկ նույնիսկ օտար տեղից ասեն 4 ժամ, այդ ինչ միջոցառում ա եղել, որ 3.5-4 ժամ ա տևել, բայց դե մենք բացատրեցինք, որ մարդը 9 տարի չէր եղել Երևանում, տեղը հանեցինք, բայց դե կարծում եմ, որ մի քիչ դժվար է, ես կարծում եմ, որ մենք դեռևս ժամանակ ունենք, սեղանի շուրջ, մի գավաթ կոնյակով, գինիով, մենք մեր ասելիքները, մաղթանքները մեր սիրելի Տիկին Լյուդային ասենք։ Տիկին Լյուդա ջան, պատվոգիր Ավետիս արտ արվեստի միջազգային միություն, տնօրեն Արմինե Չիլինգարյան, հիմնադիր Նազենի Արզումանյան, տրվում է մանկագիր բանաստեղծուհի Լյուդմիլա Շելունցին, ակտիվ ստեղծագործական գործունեության եւ Ավետիս արտ արվեստի միջազգային միության հետ արդյունավետ համագործակցության համար։ Համեցեք, այսօր պատվոգիրների եւ հավաստագրերի օր է, սա ձեզ։ Մեկ րոպե դուք ունեք գրադարանից եւս առանց գրադարանի պատվոգրի չեք կարող, որովհետեւ որքան էլ մենք պատվոգրելում ամեն ինչ շեշտադրում անենք, սիրելի ընկերներ, գրադարանը հարստանում է մեր գրողների գրքերով եւ այսօր նաեւ մեր Անուշ Վարդանյանն է գրքային նվիրատվությունով եկել, շնորհակալ եմ մեր Իջևանի հյուրը, մեր Էմա Ղալումյանը, այո, շնորհակալ եմ շատ։ Մեր գրադարանը սոցիոլոգիական հարցումների եւ գիրք է տպագրվել, առաջինն է, որ գրողներով համալրվում է, առաջին տեղում ենք մենք։ Ես ուզում եմ այդ առիթով ինձ ծափահարեք։ Պատվոգիր տրվում է բանաստեղծուհի, մանկագիր Լյուդմիլա Շելունցին, ինչուները եւ հողի սիրտը գրքերի հրատարակման, Համոսահյանի անվան գրադարանի գրքային ֆոնդը հարստացնելու եւ համագործակցության համար։ Համոսահյանի անվան գրադարան։ Սա է ձեզ եւ մեր ջինի ձեզ, որ բացեք անելու մյուս գրքերի շնորհանդեսին։ Կարող եք ծաղիկներ նվիրել մեր Լյուդմիլա Շելունցին, պատվոգիրը տենքի սեղանին, ծաղիկները տնքին։ Բայց մեր Տիկին Լյուդան էլ մի քանի խոսք ունի, չէ՞ ասելու։ Սիրելի բարեկամներ, եկեք ծափահարենք պատվոգիր ունի մեր Հովհաննես Հակոբյանը։ Ձեր շնորհակալությունը ասեք ու արդեն գնում ենք ժողովուրդ ջան, որովհետև մեր հյուրեր ունենք, որ ուշանում են։ Իհարկե մնացի ես խոսելու, ես էլ պետք է հայտնեմ իմ շնորհակալությունը բոլոր մասնակիցներին, գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանին, բոլոր աշխատակիցներին, Անահիտ Նավասարդյանին, բոլոր ազգին այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Բոլորից շատ շնորհակալ եմ, որ եկաք զարդարեցիք իմ հանդեսը։ Բոլոր ելույթ ունեցողներին, ներկա գտնվողներին։ Իմ ամենամեծ շնորհակալությունը ամենամեծ շնորհակալությունը քեզ, Հովհաննես ջան։ Այո, նկարվում ենք, ժողովրդանոց նկարվում Հազար անգամ շնորհակալ եմ։